Վարդենիս համայնքի լուսակունք բնակավայրի կանանց առօրյան փոխվում է։ Դեկավա հիմնադրամի հարեհաս սոցիալ-կրթական ծրագիրը հասել է այս բնակավայր։ Նորաբաց կենտրոնում գյուղի կանայք կրթվում են, նոր հմտություններ ձեռք բերում, իրենց ավելի ինքնավստահ զգում։ Արդեն գիտենք անգլերեն, տեղեկություն ունենք համակարգչից, ծրագրերից, ֆինանսավորումից, ծնողավարման դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Բոլորս էլ ծնողներ ենք, բայց ամեն դեպքում այդ դասը մեզ ավելի sense ոնց որ vocation-չի, ավելի տեղեկացված ենք։ Շատ կարևոր է գյուղի կանանց համար այդ կրթության որակն էլ ավելի մի քիչ բարձրացնել։ Կուզենանք լինի ժամանցի կենտրոն թե երեխաների, թե մեծերի համար։ Գյուղում չկա ոչ մի զբաղմունքի կենտրոն երեխաներին, կարա լինի պար, կարա լինի երաժշտություն, նվագեն տարբեր գործիքները։ Հարեհաս ծրագրով Գեղարքունիքում արդեն 4-րդ կենտրոնն է բացվում։ Ընտրվում են այն համայնքները, որտեղ խրախուսվում է կանանց կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Աշխատանքային ուղղությունները նախանշում են համայնքի հետ։ Մեր ծրագրի մեջ շատ բաներ չեն մտնում ու չեն ենթադրվում, բայց մենք դա անում ենք գյուղերի համար, որովհետև մենք տեսնում ենք այդ խնդիրները, որովհետև ներսում ենք, այլ ոչ թե դրսից ինչ-որ փոփոխություններ ենք թելադրում։ Ծրագիրը ունի 6 տարվա ռազմավարություն, այսինքն մենք այս պահին այս գյուղում ենք ու գյուղում ենք եւս տարիներ։ Հույսով եմ, որ մեր գործընթացը շարունակական կլինի, մեր համագործակցությունը կլինի շարունակական եւ առաջարկս եւ խնդրանքս լուսակունքի ժողովուրդը շատ լավ ժողովուրդ են, դուք արդեն ըստեղ գտնվելով համոզված, դրանում ինչքան հնարավորություն կա, խնդրում եմ, որ մեր լուսակունք բնակավայրի բնակիչների համար որոշակի բաներ, արդեն դուք գիտեք ինչն է ավելի շատ պետք, վարչական ղեկավարի հետ բնակիչների հետ շփվելիս ավելի շատ ծրագրեր անենք։ Սոցիալ-կրթական կենտրոնը դառնալու է նաև սոցիալական նախաձեռնությունների սկիզբ, աջակցելով կանանց հիմնել սեփական գործը։ Իսկ գյուղի մյուս բնակիչների համար այն ժամանցի հարթակ է։ Կլինեն ֆիլմերի դիտումներ, կստեղծվի գրադարան։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։